Նախքան կպայթեր Մերձավոր Արևելքի վառոդի տակառը, հայ ու իրանցի պաշտոնյաները հանդիպումներ էին պլանավորել, համատեղ կառավարական նիստեր հրավիրել, այն էլ Իսլամական Հանրապետության դեմ ամերիկա-իսրայելական հարձակումը չեղարկեց բոլոր պայմանավորվածությունները։ Մեր երկրում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարում է, տնտեսական, ենթակառուցվածքային կարևոր հարցեր պետք է քննարկման առնեին, բայց պատերազմի պատճառով Իսլամական Հանրապետության համագործակցությունը, այդ թվում Հայաստանի հետ նախատեսված տեմպով առաջ չի գնում։ Բայց դա չի նշանակում, որ այդ ամենը մեր ուշադրության կենտրոնում չէ։ Մենք հետամուտ ենք լինելու երկկողմ օրակարգն ամբողջությամբ կյանքի կոչելուն։ Մենք հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ Հայաստանում առաջիկայում սպասվում են համապետական ընտրություններ, եւ քաղաքական սեկտորի ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է այդ գործընթացի վրա։ Դեսպան Շիրղոլամին անցնող օրերին հայ-իրանական սահմանում է եղել, անցակետում իրավիճակային խնդիրներ կան, նաև առանցքային հարցեր, որոնք ըստ դիվանագետի կապված են ցամաքային սահմանի որոշակի մարտահրավերների հետ։ Հայկական կողմն իր հերթին բարձրաձայնել էր մի քանի մտահոգություններ կապված նույն մարտահրավերների հետ, հետևաբար քննարկեցինք այդ հարցերը։ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ծուխը տպավորություն է, թե ծածկել է նաև տարածաշրջանի թոփ ծրագիրը, Իրանի քթի տակ մեծ սահմանին կառուցվելիք ամերիկյան թրիփ երթուղին, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ ճանապարհն է հարթելու։ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի դուրս եկած Ամերիկայի հետ առայժմ փաստաթղթերն է համաձայնեցնում Հայաստանը։ Առաջիկայում միջկառավարական համաձայնագիր կլինի, դրանից հետո կստեղծվի ընկերությունը։ Արտգործնախարար Միրզոյանն է նշել, ցանկություն կար շինարարությունը սկսել հունիսից հետո տարվա երկրորդ կեսին, բայց դրա իրատեսականությունը դեռ պարզ չէ։ Թրիփի ճակատագիրը կախված է անմիջականորեն ԱՄՆ-Իսրայել Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։ Եթե ԱՄՆ-Իսրայել տանդեմին հաջողվի Իրանին ծնկի բերել եւ պատերազմից դուրս գալ հաղթանակա կամ ռեժիմը փոխվի պրո-արևմտյան կամ պրո-ամերիկյան ինչ-որ ավելի շատ թեքումով ռեժիմ կամ ասենք Իրանը կնքի որոշակի կապիտուլյացիայի ակտ, որով հրաժարվի միջուկային ծրագրից։ Եթե այս երկուսը տեղի ունենան, բնականաբար թրիփը կգործի, որովհետեւ խանգարիչ հանգամանք այդտեղ շատ քիչ կմնա, թերևս միայն մնա Ռուսաստանի դիրքորոշումը եւ հայկական երկաթուղիների կառավարման խնդիր։ Իսկ եթե չհաջողվեց Իրանին ծնկի բերել, ուրեմն համարեք, որ թրիփը դա 100%-անոց կործանված փաստաթուղթ կլինի, որովհետեւ Իրանը թույլ չի տա իր սահմանների մոտ ամերիկյան ներկայություն։ Իրադրությունը հաշվի առնելով, որ սցենարն է առավել հավանական, Իրանը ծնկի կգա, թե ծնկի կբերի իր հակառակորդներին, քաղաքագիտության դոկտորի պատասխանը հակիրճ է ռուս-ուկրաինական ճակատում զարգացումներին համընթաց։ 50-50-ը ոչ մեկի հանդեպ դեռ վճռական համոզվածություն չունեմ։ Ինչքան ասենք ես պլյուսներ եմ դնում ի օգուտ Իրանի հաղթանակի, նույնքան եւ մինուսներ կան։ Մերձավոր Արևելքի մարտական ճակատների ստվերը կարծես փոխում է նաև Երևանի կաբինետներում արված հաշվարկները, հայ-իրանական բանակցությունները, ճանապարհային նախագծերը, դիվանագիտական ակնկալիքներն ըստ մասնագետների այսօր կախված են այն նույն պայթյունավտանգ հավասարակշռությունից, որը որոշում է տարածաշրջանի օրակարգը, եւ մինչեւ փորձագետները հաշվարկում են հավանականությունները, պաշտոնական հայտարարությունները մնում են միևնույն անավարտ նախադասությամբ, հետագա քայլերը կախված են զարգացումներից, որոնք որևէ այլ պետության վերահսկողությունից դուրս են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։